ուզում եմ կառավարության եւ իմ անունից ողջունել բոլոր մասնակիցներին այս համաժողովի եւ կարևորել այս համաժողովի անցկացումը հենց այսօր։ Քանի որ մեր առջև կանգնած են կարևորագույն եւ սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին գտնել։ Որովհետև կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե այդ ծրագիրը նախապես ներկայացվում է հանրությանը, ներկայացվում է այդ ծրագրի գաղափարախոսությունը, սկզբունքները, դա դառնում է նաև քննարկման եւ քննադատության առարկա, որից հետո այն ընդունվում է եւ սկսում է իրականացնել։ Քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհն է սա։ Անցում կատարել տոտալիտար համակարգից դեպի քաղաքացիական հասարակություն, դեմոկրատական ինստիտուտներ բավականին դժվար եւ ցավոտ ճանապարհ է, որովհետեւ այդ ճանապարհը ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, պետք է փոխի իր կենցաղվարությունը, իր ամենօրյա գործառույթները։ Հակառակ դեպքում, եթե մենք չփոխենք մեր վարքագծային կանոնները, մենք ապրելու ենք այնպես, ինչպես ապրում էինք երեկ։ Եվ ինչքան էլ որ կառավարությունից պահանջենք, որպեսզի կառավարությունը բարելավի մեր բարեկեցությունը, աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում տեղի չունենան այդ ֆունդամենտալ փոփոխությունները։ Ես ձեր դատին ուզում եմ գոյաբանական 3 թեզ ներկայացնել բաց հասարակության, բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ։ Եվ այսպես ակնհայտ է, որ չի կարող ձևավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց եւ թափանցիկ։ Ինչու համար է սա անհրաժեշտ։ Գոյություն ունի 2 պատճառ, 2 կարևորագույն պատճառ, ինչու պետք է իշխանության գործունեությունը լինի բաց եւ թափանցիկ։ Առաջի պատճառը կայանում է նրանում, որ իշխանությունը ունի պարտադրանքի գործիք։ Իշխանությունը դա պարտադրանքի մոնոպոլիա է երկրում։ Եվ եթե իշխանությունը կիրառում է այդ պարտադրանքի գործիքը, պետք է հասարակությունը վստահ լինի, որ այդ պարտադրանքի գործիքը իչարս չի օգտագործվում։ Եվ եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, որ իշխանությունը այդ գործիքը օգտագործում է ազատ եւ արդար ձևերով, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում։ Հենց դա է պատճառը, որ ի սկզբանե իշխանությունների ցանկացած գործողություն հասարակության կողմից ոչ միայն պետք է լինի վերահսկելի, այլ նաև պետք է դրվի կասկածի տակ։ Շատ հաճախ ես նկատում եմ, որ իշխանության լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակության այդպիսի վերաբերմունքից, բայց դա քաղաքացիական հասարակության կառուցման անհրաժեշտ էլեմենտ է։ Ուրեմն առաջինը, եթե մենք ունենք պարտադրանքի գործիք, մենք պետք է լինենք վերահսկելի հասարակության կողմից եւ մշտապես հասարակությունը իրավունք ունի կասկածելու արդյոք մենք ազնիվ եւ արդար ձևով ենք այդ պարտադրանքի ինստիտուտը օգտագործում։ Եվ երկրորդ կարևորագույն հանգամանքը, որ իշխանական լծակները ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը եւ տիրապետումը նույնպես արդարացի է։ Սա նույնպես ենթադրում է, որ իշխանությունները պետք է գտնվեն հասարակության հսկողության տակ եւ հասարակությունը իրավունք ունի կասկածելու, արդյոք այդ ֆինանսական միջոցները օգտագործվում են իշահ հասարակության, թե իշահ այս կամ այն անձի։ Ուրեմն սա գոյաբանական առաջի սկզբունքն է իր 2 բաղադրիչով, ինչու պետք է հասարակությանը մենք երաշխավորենք, որ մեր աշխատավոճը բաց է եւ թափանցիկ։
եւ քաղաքացիական հասարակության կառուցման այլընտրանք ըստ էության գոյություն չունի։ Ուրեմն ինչպես ենք մենք դա ապահովելու այդ բաց եւ թափանցիկ լինելը։ Ուրեմն գոյաբանական երկրորդ սկզբունքն է այստեղ ի հայտ գալիս, ուրեմն առաջի սկզբունքը, ուրեմն դա աքսիոմատիկ դրույթներ են քաղաքացիական հասարակության կառուցման, որ պետք է, այո, այդ երկու լծակներ ունեցողները մշտապես վերահսկվեն եւ լինեն կասկածի տակ, որ իջարս չեն օգտագործում իրենց երկու հզորագույն գործիքները։ Դրան հասնելու ճանապարհը երկրորդ գոյաբանական սկզբունքն է գալիս, դա թափանցիկությունն է բոլոր մակարդակներում, եթե դու ունես այդ երկու լծակները, ուրեմն պետք է թափանցիկ լինես, հաշվետու պետք է լինես հասարակության առջև եւ հասարակությունը քո բոլոր գործառույթները պետք է տեսնի։ Մաքսիմալ հրապարակային գործերը, սա քաղաքացիական հասարակության ֆունդամենտալ կանոններից մեկն է։ Եվ եթե կա որևէ գործառույթ, որը բաց եւ թափանցիկ չէ, հասարակությունը պետք է ունենա շատ տրամաբանական բացատրություն, թե ինչու այս կամ այն գործառույթը ազգային անվտանգության խնդիրներից ելնելով գաղտնի է պահում։ Բայց մնացած բոլոր գործառույթները պետք է լինեն խիստ թափանցիկ։ Եվ սա վստահության ձևավորման կարևորագույն ֆունդամենտն է։ Եվ երկրորդը, միայն թափանցիկությունը բավարար չէ։ Անհրաժեշտ է հասարակության ներգրավվածությունը որոշումներ կայացման մեջ, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ այդ որոշումները տրամաբանական են, որ այդ որոշումները համապատասխանում են արդիական խնդիրներին, որ իր ձայնը հաշվի են առնում, որ ինքը մասնակցում է որոշումներ կայացնելուն, որ իր կարծիքը ազդում է իշխանության կողմից որոշումներ ընդունելուց։ Ուրեմն սա երկրորդ ֆունդամենտալ գոյաբանական սկզբունքն է քաղաքացիական հասարակության կառուցման եւ որը մենք պարտավոր ենք հաշվի առնել։ Եվ երրորդ գոյաբանական կարևորագույն խնդիրը կայանում է հետևյալում. եթե մենք ապահովում ենք այս առաջի երկուսի իրականացումը Հայաստանում, ապա հարց է առաջանում, որ մենք միևնույն ժամանակ պարտավոր ենք ապահովել պատասխանատվությունը եւ պրոֆեսիոնալիզմը, որը շատ հաճախ մեզանում բացակայում է եւ դա բերում է լրջագույն խնդիրների եւ առաջի հերթին անցումային հասարակություններում, որովհետեւ այն մեծածավալ տեղեկատվությունը, որ մենք տրամադրում ենք հանրությանը, նաեւ հանրությունը պետք է պատրաստ լինի զանազանել ճիշտը ստից եւ ճիշտ ուղղորդել, ուրեմն որպեսզի այն զարգացման գործընթացները, այն ծրագրերը, որ մենք ձեզ հետ միասին հաստատում ենք, հասնեն իրենց նպատակներին։ Եվ այստեղ մենք նույնպես ունենք խնդիրներ, որովհետև մենք տեսնում ենք, որ շատ հաճախ մենք պատրաստ չենք պատասխանատու ձևով աշխատել այս գործիքների հետ։ Եվ շատ հաճախ մենք տեսնում ենք պրոֆեսիոնալիզմի բացակայություն, որը իրականում ստեղծում է լրջագույն խնդիրներ։ Առաջի խնդիրը կայանում է հետևյալում, որ հանրությունը շատ հեշտ ընկալում է սենսացիոն նորությունները, սենսացիոն լուրերը, զանգվածային լրատվական միջոցները չեն զտում այդ ինֆորմացիան եւ այդպիսի սենսացիոն լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են նեգատիվ տրամադրություններ։ Արդյունքում մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ եւ ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն եւ մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս ռեֆորմները տանել առաջ։ Այստեղ է, որ գալիս է այս երրորդ սկզբունքի կարևորությունը
պատասխանատվության եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքը, որտեղ մենք դեռևս ձեզ հետ միասին ունենք անելիքներ։ Մի քանի օրինակներ բերեմ մեր առօրյա կյանքից, որպեսզի հասկանալի լինի ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխարհի 5 պետությունների մեջ է մտնում, որոնք ամբողջությամբ դարձրել են պետական բյուջեի ծախսերը թափանցիկ։ Էլեկտրոնային, on-line ռեժիմով աշխարհի ցանկացած ծայրից դուք կարող եք հետևել, թե օրինակ այսօր պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել։ Ընդ որում բոլոր մանրամասնություններով, բոլոր փաստաթղթերով, միջև վերջի լումա կարող եք տեսնել, թե բյուջեից ինչ ծախս ենք առել, ինչ գնում ենք կատարել։ Այս 2 տարիների ընթացքում, երբ որ այս համակարգը մենք ներ ենք դրել, ընդամենը 1 դեպք է եղել, որ զանգվածային լրատվական միջոցները անդրադարձել են պետական գնումներին եւ կասկած հայտնել, թե արդյոք այս գործարքը արդարացված էր։ Այն էլ ոչ թե բովանդակություններ զանգվածային լրատվական միջոցներին հետաքրքրում, այլ կոնկրետ որ գերատեսչությունը ինչ միջոցառման համար ինչ ծախսեր է կատարել։ Այն պարագայում, երբ ամեն օր զանգվածային լրատվական միջոցներից մենք ստանում ենք տեղեկատվություն, թե պետական միջոցները փոշիացել են, վատնվել են եւ այլն։ Բայց դրա ապացուցողական մասը ցավոք սրտի բացակայում է, կամ ավելի կոռեկտ եթե լինենք, շատ հաճախ բացակայում է, որովհետեւ այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, ենթադրում է, որ այն զանգվածային լրատվական միջոցները, որոնք իրենց առջև նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաև գիտելիքներ եւ հնարավորություն այդ տեղեկատվությունը վերլուծել, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի։ Ես ցավով եմ ասում, որ դեռևս այսօր մենք տեսնում ենք այդպիսի պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների շատ ցածր աստիճան։ Ինչ է սա ենթադրում։ Սա ենթադրում է, որ մենք միասին պետք է սովորենք։ Պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ որ տեղեկատվությունը բաց է եւ թափանցիկ եւ հասանելի հասարակության համար։ Եվ անցումային հասարակություններում չափազանց մեծ ռիսկ ու վտանգ կա, երբ որ մարդիկ սկսում են արհամարանքով վերաբերել նոր գիտելիքների ձեռքբերման, ընդհանրապես գիտելիքների նկատմամբ ունենում են արհամարական վերաբերմունք։ Սա բերում է վատ հետևանքներ։ Եվ երկրորդը, բացի նրանից, որ պրոֆեսիոնալիզմի խնդիրը գոյություն ունի, չափազանց կարևոր է պատասխանատվության խնդիրը։ Եվ այստեղ նաև կա իշխանության մեղքի բաժինը շատ մեծ, այն է, որ եթե մենք գործ ունենք ոչ ստույգ տեղեկատվության հետ կամ տեղեկատվության հետ, որը չի համապատասխանում իրականությանը եւ ստվեր է գցում ազնիվ եւ պատասխանատու մարդկանց վրա, մենք պետք է լինենք հետևողական եւ պատասխանատվության կանչենք այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն։ Սա էլ բավականին նուրբ խնդիր է, որին մենք դեռևս պատրաստ չենք, որովհետև ցանկացած գործողություն այս առումով դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի, ընդդիմադիրի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ եւ հասկանալի ձգտում հասնել ճշմարտությանը։ Եվ այստեղ էլ մենք ձեզ հետ միասին դեռևս ունենք ճանապարհ անցնելու, որը ցավոտ ճանապարհ է, որպեսզի լինի վստահություն նաև իրավապահ դատական մարմինների նկատմամբ, որ որոշումները կայացվում են ոչ թե քաղաքական նկատառումներից, այլ օբյեկտիվորեն պահպանվում է օրենքի պահանջը։ Սրանք են այն գոյաբանական սկզբունքները, որի հիման վրա կառուցվում է կառավարության
ծրագիրը եւ մեր գործողությունները եւ այս համաժողովի ընթացքում իմ գործընկերները մանրակրկիտ ձեզ կներկայացնեն կոնկրետ գործառույթներ, կոնկրետ ոլորտներ, թե ինչ ենք մենք անում, որպեսզի մեր գործունեությունը լինի մաքսիմալ թափանցիկ։ Եվս մեկ անգամ ձեզ բոլորիդ ողջունում եմ եւ մաղթում եմ մեր համաժողովին արդյունավետ ընթացք։ Շնորհակալություն։